Փաշինյանը հայաթափեց Արցախը, Փաշինյանը հանձնեց Արցախը։ Իր թույլտվությամբ օկուպացրեցին Հայաստանի սուվերեն տարածքները։ Կառավարության էջում տեղ գտած բանակցային փաստաթղթերը դրանց ապացույցն են, նշում են 3 նախագահների ներկայացուցիչներն էլ։ Իր հրապարակած փաստաթղթերը հենց փաստաթղթավորել են այն կարգավիճակը, որ ինքը ունի, դավաճանի կարգավիճակը, ապացուցելով, որ սա քաղաքական գնահատական չի, սա պատմական, իրավական գնահատական է դառնալու նաև, որովհետև նախորդ 30 տարիների ընթացքում Արցախը եղել է հայկական եւ Արցախի իրավական կարգավիճակը եղել է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ Փաշինյանը մերժել է բանակցելու հնարավորությունը, ընդգծում է Լևոն Զուրաբյանը։ Նա մի քանի արկածախնդրության է գնացել, որով էլ հրահրել է 44-օրյա պատերազմը։ Դրանցից մեկը ՀՀԿ Միսկի խմբի 2019 թվականի առաջարկը մի կողմ դրած Ստեփանակերտի հրապարակում արված հայտնի հայտարարությունն էր։ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Հաջորդը հունվարին Կապանում հրավիրված ասուլիսներ։ Շուրջ 5 ժամ տևած ասուլիսին Փաշինյանը դիմել էր Արցախի նախագահներին, բանակցային փաստաթղթերի վերաբերյալ կարծիք լսելու համար։ Զուրաբյանը կարծում է՝ միտումնավոր քայլ էր, որին հաջորդել էր նախագահների գրառումները անհամաձայնության վերաբերյալ։ Այն սրեց վիճակը։ Հաջորդ արկածախնդրությունը Տավուշյան մարտերին հաջորդած հայտարարություններն էին։ Ու մենք կհաղթենք։ Եվ ուրեմն, գեցե ազատությունը, գեցե Հայաստանի Հանրապետությունը, գեցե Արցախի Հանրապետությունը։ Դիվանագիտական լռությամբ ու սադրիչ քայլերով Փաշինյանը լեգիտիմացրեց 44-օրյա պատերազմի մեկնարկը, նշում է ՀԱԿ փոխնախագահը։ Արցախի կորուստը, պատերազմը, հետագա 10 բախումները Ադրբեջանի հետ, մեր ստրատեգիական բարձունքների կորուստը, եւ այս չդադարող է բանի կապիտուլյացիայի այս գործընթացի միակ պատասխանատուն դա Նիկոլ Փաշինյանն է եւ դրանք բոլորը հետևանք են իր ստոր անբարոյական տգետ եւ պատեհապաշտ քաղաքականության։ Փաշինյանի լարած թակարդը հակառակ էֆեկտն է ունեցել, կարծում է Գեղամ Մանուկյանը։ Տարիներ շարունակ ձգձգեցին փաստաթղթերի հրապարակումը, գիտակցելով, որ հրապարակման դեպքում իրենց քայլերն են բացահայտվելու։ Հայտնի խոսքը, հետաքննության մեջ ամենակարևորը, որ ինքդ քո վրա դուրս չգաս։ Իսկ այս փաստաթղթերի հրապարակումը թեև իշխանությունը կազմակերպել էր մեծ քարոզչական արշավ, բոլոր պատգամավորները իրենց պարտավորություն էին համարում շեֆի ասածը կրկնել, բայց վկայեց, որ իրականում բոլոր բանակցային փուլերում էլ դիտվել է արցախայության կամ արտահայտությունը, Արցախի կարգավիճակը, արցախայության կողմից Արցախի կարգավիճակը որոշել է որպես բանակցությունների հիմք։ Զավեշտ են որակում զրուցակիցներս ԿՊԱ-կանների բացատրությունը, թե ինչու չեն արձագանքել Միսկի խմբի 2019 թվականի առաջարկին։ Հայաստանը տեսել է այսքան ծեղմագիրը 2018 թվականի իրավիճակի եւ գնահատման փուլում է եղել։ Հայաստանը ստանում է այդ առաջարկները 2019 թվականի ապրիլին եւ հունիսին եւ մինչեւ ընդհուպ 2020 թվականի սեպտեմբերի 27-ը, երբ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա եւ Ղարաբաղի վրա, գտնվում է գնահատման փուլի մեջ։ Պատասխան չի տալիս։ Այսինքն, ինչքան ժամանակ է պետք, որ դու պատասխանես այս առաջարկներին։ Փաշինյանն ու իր թիմը չեն հասկացել բանակցային օրակարգից ու ՀՀԿ Միսկի խմբի համանախագահներին են խնդրել ծանոթացնել, բացատրել նրան, ասում է Գեղամ Մանուկյանը։ Խառնել է ամբողջ բանակցային տրամաբանությունը, վանել է Մինսկի խմբի համանախագահներին եւ Հայաստանը ի տարբերություն բանակցային նախորդ բոլոր պրոցեսներին հալվես դարձել է անհասկանալի միջազգային հանրության համար, որը շատ ավելի ազատ է արձակել Ադրբեջանի ձեռքերը, որն էլ հանգեցրել է 20 թվականի ողբերգության։ Մանուկյանը կարծում է, հասարակությունն ամբողջությամբ չի պատկերացնում, թե ինչ վտանգների է տանում Փաշինյանը երկիրը։ Նա մերժում է խաղաղությունը, հրահրում է պատերազմ ու խոսում այսպես կոչված խաղաղության մասին։
Պատգամավոր Աննա Մկրտչյանին հետաքրքիր է, ինչու չհրապարակվեց Փաշինյանի եւ Ալիևի վերելակում հանդիպման խոսակցությունը, Պրահայում ձեռք բերված համաձայնությունները, ինչու Փաշինյանը չի հրապարակել բանակցային իր ժառանգությունը։ Անի Աբաղյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք 3w abcmedia.am պաշտոնական կայք։